Ճագար եղբայրը, նրա բարեկամներն ու թշնամիները։ Թե ինչպես Ուայլի գայլուկը պարկի մեջ ճանապարհորդեց։ Այս դեպքը պատահեց այն ժամանակ, երբ գայլ եղբայրը վերջապես գլխի ընկավ, որ ճագար եղբորը ոչինչ անել չի կարող։ Ինքն իրեն ասաց. ես նրան հանգիստ կթողնեմ, մինչև որ մի մութ անկյունում կբռնացնեմ։ Գայլ եղբայրն իր ընտանիքով ապրում էր ճանապարհի մի ծայրին, ճագար եղբայրն էլ իր ընտանիքով մյուս ծայրին։ Տներն իրարից շատ հեռու չէին, երեխաները խաղում էին իրար հետ, երբ ծնողները կիրակի օրերը միմյանց տուն էին գնում։ Ապրում էին հանգիստ, խաղաղ։ Ճագար եղբայրը իր հարևանների գլխին խաղեր չէր խաղում, չէ որ նրան հանգիստ էին թողնում։ Գայլ եղբայրն էլ կարծես մոռացել էր, որ մի օր ուզում էր բռնել ճագար եղբորն ու խորովել։ Մի կիրակի ճագար եղբայրն եկավ գայլ եղբորը տեսնելու։ Նստել էին շեմքին, խոսում զրուցում էին անցած գնացած օրերի մասին։ Ճագար եղբայրը ծխամորճ էր ծխում։ Գայլ եղբայրն էլ բերանը բաց էր արել, ատամներն էր փորփրում։ Ատամներն այնքան սպիտակ էին ու սուր։ Այսպես նստած էին շեմքին։ Երեխաներն էլ Ուայլի գայլուկն ու Ռայլի ճագարիկը բակում խաղում էին, ինչպես բոլոր երեխաները։ Վազվզում էին, թռչկոտում, թաքնվում անկյուններում, ուրախանում էին այնքան, որքան աշխարհում ոչ ոք դեռ չէր ուրախացել։ Հայրերը նստած լսում էին նրանց ձայնը, տեսնում նրանց բարձրացրած փոշին։ Ճագար եղբայրն ասաց. Ինչ կասես, ջահելները լավ ընկերներ են դառնում։ Իհարկե, պատասխանեց գայլ եղբայրը։ Հույս ունեմ, որ նրանք միշտ լավ ընկերներ կլինեն։ Դե դու գիտես, ճագար եղբայր, մենք լավ ընկերներ չենք եղել։ Միշտ իրար գլխի օիններ ենք խաղացել։ Հույս ունեմ, որ ջահելներն ավելի լավ կդաստիարակվեն։ Այսպես նստած շեմքին անցած գնացած օրերից էին խոսում։ Մինչև որ արևը թեքվեց, տուն գնալու ժամանակը հասավ։ Գայլ եղբայրը գնաց նրանց ճանապարհ գցելու։ Ուայլի գառնուկն էլ գնաց նրանց հետևից։ Հենց որ մեծ ճանապարհ դուրս եկան, փոքրիկները մի լավ խաղացին ճանապարհի երկու կողմերին, որքան ուզեք ման եկան։ Այնտեղ շատ թփեր կային։ Նրանք էլ տապկնոցի էին խաղում։ Հետո գայլ եղբայրն ասաց. Դե, ետ գնալու ժամանակն է։ Արդեն ուշ է։ Հույս ունեմ շուտով նորից կգաս ճագար եղբայր։ Թող Ռայլին ուրիշ ժամանակ էլ գա Ուայլիի հետ խաղալու։ Ճագար եղբայրը շնորհակալություն հայտնեց գայլ եղբորը, հրավիրեց նրան իր տուն, խնդրեց Ուայլիին ուղարկել Ռայլիի հետ խաղալու։ Նրանք դեռ երեխաներ են, ասաց ճագար եղբայրը։ Ես կարծում եմ, որ կարող են իսկական ընկերներ դառնալ։ Ճանապարհին գայլ եղբայրն ասաց իր տղային. հնարավոր է, որ փոքրիկ ճագարը գա քեզ հետ խաղալու, երբ տանը մարդ չլինի։ Հենց որ գա, կխաղաս պարկի մեջ նստել խաղը։ Ես այդ խաղը չգիտեմ, պատասխանեց Ուայլի գայլուկը։ Շատ հեշտ է, ասաց գայլ եղբայրը։ Դու մտնում ես պարկի մեջ, Ռայլին քեզ բակով մեկ ման է ածում։ Հետո նա կմտնի, դու մանկացես։ Տես, դու նրան պետք է վարժեցնես քո պարկին, հասկացար։ Պետք է վարժեցնես քո պարկին։ Փոքրիկ Ռայլին եկավ թե չէ, նոր խաղը խաղացին ու շատ հավանեցին։ Կարծես սայլով գնալիս լինեին։ Ռայլի ճագարիկը հենց որ շալակում էր Ուայլիին, երբեք ուղիղ ճանապարհ չէր կարողանում ընտրել, ու փոքրիկ գայլուկին քաշքշում էր քարերի ու փոսերի միջով։ Այսպես շատ ուրախ ժամանակ անցկացրին։ Ռայլի ճագարիկը տուն եկավ թե չէ, պատմեց նոր խաղի մասին։ Ճագար եղբայրը լսեց ու ոչինչ չասաց։ Աթոռին նստած մի աչքը փակել ծխում էր։ Գայլ եղբայրը որ տուն եկավ, Ուայլին պատմեց անցկացրած ուրախ օրվա մասին։ Գայլ եղբայրը ատամները բաց արեց, ասաց. Այդ խաղը երկու մաս ունի։ Երկրորդ մասում պետք է պարկի բերանը կապել։ Դե, լսիր։ Հենց որ կհոգնես շալակելուց,
խաղի երկրորդ մասը կխաղաս։ Կմտնես պարկի մեջ։ Ռայլիին կասես պարկի բերանը կապի։ Հետո նա կապը կարծակի, ինքը կմտնի մեջը։ Դու կկապես պարկը ու հենց որ տեսնես նա չի կարող դուրս գալ միջից, կթողնես գետնին, կգնաս տուն քնելու, գլուխդ կխոթես վերմակիդ տակ։ Հաջորդ անգամ, երբ Ռայլին ճագարիկը եկավ Ուայլի գայլուկի հետ խաղալու, երկու մասն էլ արեցին։ Շատ ծիծաղելի էր նստել պարկում ու չիմանալ, թե երբ պետք է բացվի։ Փոքրիկ Ռայլին շատ ուրախ էր, երջանիկ, բայց ծեր ճագար եղբայրը այնքան էլ երջանիկ չէր։ Նա կասկածում էր։ Երբ երեխաները խաղում էին, ճագար եղբայրը մոտեցավ գայլ եղբոր տանը, կանչեց փոքրիկ ճագարին ցանկապատի մոտ ու բարձրաձայն ասաց. «Ռայլի, տուն գալիս չմոռանաս խոհանոցի համար մի դույլ ջուր կբերես»։ Հետո շշուկով ասաց Ռայլիին. «Մի անգամ էլ մտիր պարկի մեջ ու հենց որ Ուայլին կմտնի, ամուր կապիր պարկի բերանն ու փախիր տուն։ Մամադ սպասում է քեզ»։ Ուայլին պարկի մեջ մտավ, թե չէ, Ռայլին պինդ կապեց ու ասաց. «Օ, ես մոռացել եմ, պետք է տուն գնամ, մորս համար ջուր տանեմ»։ «Սպասիր Ուայլի, ջուրը տանեմ, ետ գամ, մինչև երեկո կխաղանք»։ Ուայլի գայլուկը մնաց պարկում նստած, մինչև որ գայլ եղբայրը դաշտից տուն եկավ։ Եկավ, տեսավ բերանը կապած պարկը ընկած է բակում, մեջն էլ ինչ-որ բան կա։ Ագահությունից նրա բերնի ջուրը գնաց։ Հիմի տեսեք, թե ինչ պատահեց դրանից հետո։ Ուայլի գայլուկը պարկի մեջ մտավ, թե չէ, այնքան հոգնած էր, որ Ռայլի ճագարիկի բառերը լսելուց հետո մի քիչ սպասեց ու քնեց։ Երբ հայրը տուն եկավ, նա խոր քնի մեջ էր ու ոչինչ չլսեց։ Ծեր գայլ եղբայրը կարծեց, թե պարկի մեջ Ռայլի ճագարիկն է նստած։ Գնաց պատուհանի մոտ, կանչեց կնոջը, հարցրեց. «Պղնձի ջուրը եռում է»։ Կինը պատասխանեց, թե այո, եռում է։ Գայլ եղբայրը վերցրեց պարկը ու մինչ դուք ասեիր 1, 2, 3, շպրտեց պղնձի մեջ։ Ահա թե ինչպես գայլ եղբայրն իր չարության համար ինքն իրեն պատժեց։